FP2 Presence Sensor-ը նորագույն սենսոր է, որը թույլ է տալիս զոնայավորել սենյակը և դրանից յուրաքանչյուրում ներկայության հիման վրա գործարկել ավտոմատ սցենարներ։ Այն ապահովում է առավել ճշգրիտ կառավարման հնարավորություն խելացի տներում և համատեղելի է Google Home-ի, Amazon Alexa, IFTTT և Matter սարքավորումների հետ։ Փաթեթում ներառված է Presence Sensor FP2, օգտագործման ձեռնարկ, USB-C-ից USB-A մալուխ, 2 կպչուն պիտակ, 2 մետաղական թիթեղ, պտուտակների փաթեթ։ Ինչպես ավելացնել սարքը ակառահոմ հավելվածում։ Բացեք ակառահոմ հավելվածը, սեղմեք գումարման նշանը վերևի աչանկյունում Add Accessory էջմուտք գործելու համար։ Ընտրեք Presence Sensor FP2 և հետևեք հավելվածի ցուցումներին։ Ինչպես տեղադրել։ FP2 սենսորը պարունակում է սենսոր, վերակայման կոճակ, ցուցիչ լույս, լույսի սենսոր, հիմք, USB-C մալուխ։ Տեխնիկական տվյալներ։ Հորիզոնական տեսանելիության անկյուն 120 աստիճան, ռադիալ տեսանելիության շարավիղ մինչև 8 մետր, լայնությունը 6 մետր։ Հետևելու հնարավորություն մինչև 5 մարդ, ծածկման շրջան 4 մետր տրամագիծ։ Ինչպես տեղադրել։ Կպցրեք պիտակը պատին, վրան ամրացրեք մետաղական թիթեղը։ Միացրեք հոսանքի ադապտերը և սարքը USB-C մալուխով։ Սարքը կպցրեք մետաղական թիթեղին։ Ցանցի վերակայման համար սեղմեք կոճակը 10 վայրկյան։ Գործարանային վերակայման համար սեղմեք կոճակը 10 անգամ, մաքրելու բոլոր կարգավորումները։ Կարգավորումներ տեղադրումից հետո։ Քայլ առաջին՝ տեղադրման ռեժիմի ընտրություն։ FP2-ը աջակցում է տարածքային հայտնաբերում, Zone Detection, անկման հայտնաբերում, Fall Detection։ Միշտ միացված է Zone ռեժիմը։ Քայլ 2. Սահմանների կարգավորում, Edge Setting։ Սահմաններն օգնում են նվազեցնել պատերից կամ իրերից եկող ազդանշանային շեղումները։ Խորհուրդ է տրվում սահմանել պատից այն կողմ գտնվող տարածքը որպես սահման։ Քայլ 3. Խանգարող աղբյուրների կարգավորում։ Օրինակ, շարժվող վարակույրներ, օդափոխիչներ, բույսեր։ Սրանք կարող են սխալ ազդանշան առաջացնել։ Այսպիսի տարածքները նշվում են որպես խանգարող աղբյուրներ։ Տարածքների կարգավորում, Zone Setup։ Սեղմեք FP2 սարքի էջում Edit Area մուտք գործելու համար։ Այստեղ կարող եք փոխել տարածքների անունը, ընտրել գույն և տեսակ, Type, որը կարգավորում է մոնիտորինգի պարամետրերը։ Կարող եք ընտրել մինչև 30 տարբեր գոտի։ Ավտոմատացումների սինխրոնացում Apple Home-ի հետ։ Եթե FP2-ը ավելացված է Apple Home համակարգում, ապա նշված տարածքները ավտոմատ կսինխրոնիզացվեն որպես ներկայության սենսորներ։
Պիտակներ։ Առկա է 16 տիպի պիտակ, առավելագույնը 20 յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Կարող եք փոխել չափը, շրջել պիտակը ներքևից ձախ անկյունի կոճակով, ջնջել պիտակները։ Սահմաններ, խանգարող աղբյուրներ, մուտք, ելք։ Այս տարածքները ավտոմատացումներ չեն առաջացնում, սակայն ազդում են ճշգրտության վրա։ Մուտքերը և ելքերը խորհուրդ է տրվում նշել ավելի լայն տարածք, քան իրական դռներն են։ Նախշերի կարգավորում կամ template setting։ Կարող եք պահպանել ձեր կարգավորումները որպես անձնական template։ Բացեք վերևի աջ անկյունում գտնվող կոճակը պահպանելու համար։ Կարող եք ներմուծել անձնական կամ առաջարկվող template-ներ։ Փոփոխել, վերանվանել կամ ջնջել template-ները։ Ընտրել 11 առաջարկվող տարբերակներից, ներառյալ դատարկ template։ Ուշադրություն։ Շաբլոնի կիրառումից հետո տարածքների նախորդ կարգավորումները ջնջվում են, ավտոմատացումները պետք է վերակարգավորվեն։ Այլ կարգավորումներ։ Անջատել ցուցիչ լույսը որոշ ժամանակահատվածների ընթացքում։ Սարքը աջակցում է zone detection և fall detection ռեժիմներ։ Աջակցում է ուղղության փոխակերպում, direction reversal։ Ձախ մուտք, աջ մուտք, ձախ ելք, աջ ելք։ Զգայունության կարգավորումներ։ Ներկայության հայտնաբերման զգայունություն, presence detection sensitivity։ Բարձր զգայունությունը, արագ արձագանք, բայց հնարավոր կեղծ ազդանշաններ։ Ցածր զգայունություն, դինամիկ տարածքների համար, օրինակ միջանցք։ Ճանաչման շեմեր։ Ցածր 1 մետրից, միջին 2 մետր և բարձր 3 մետր։ Անկման հայտնաբերման զգայունություն, fall detection sensitivity։ Բարձր զգայունությունը ճանաչում է ավելի շատ անկման տեսակներ, բայց կարող է սխալմամբ ընկալել նստելը որպես անկում։ Reset to absence status գործառույթ։ Սխալ ազդանշանների դեպքում սեղմեք այս կոճակը ամբողջ տարածքի բոլոր թիրախները մաքրելու համար։ Ինչպես սարքը միացնել Apple Home հավելվածին, HomeKit։ Եթե տարածքները չեն սահմանված, FP2-ը հայտնվում է որպես ներկայության սենսոր և լուսավորության սենսոր։ Գոտիների անունները կարող են սինխրոնիզացվել More Settings-ում, համապատասխան կարգավորմամբ։ Ինչպես միացնել Amazon Alexa-ի հետ։ Սարքը կարող է ավելացվել Alexa էկոհամակարգում օգտագործելու համար ավտոմատացումներում։ Բացեք Profile, Third Party Ecosystems բաժինը և կապեք ակառը և Alexa հաշիվները։ Միացում Google Home-ի հետ։ Նույն կերպ կարող եք ավելացնել սարքը Google Home հավելվածում։ Գնացեք Profile, Third Party Ecosystems, կապեք հաշիվները։ Աջակցող հարթակներ։ FP2 սենսորը նաև աջակցում է IFTTT և Meter համակարգեր։ Continuous connection.